որ հավաքվել եք Տեր, քո անունով Տեր, ունենք հնարավորություն Տեր, քո խոսքին Տեր, հասնենք, որտև քո խոսքի համար գիտենք, որ Տեր, գալիս է քո խոսքը և բուժում է մեզ Տեր, Տեր, բաց երկնքի պատուհանները Տեր, օրհնի այսօրվա խոսքը Տեր, ամեն բան քեզնից է Տեր, սպասում ենք քեզնից, քո սուրբ ներկայությունը թող գա այս դալիճի մեջ Տեր, հանձնում ենք քո ձեռքիդ մեջ Տեր, շնորհակալ ենք քեզնից քո խոսքի համար և ամեն հնարավորության, ամեն կիրակի օրվա համար Տեր, ամեն ծառայության օրվա համար Տեր, շնորհակալ ենք քեզնից քո խոսքիդ համար Տեր և ողջ փառքը քեզ ենք տալիս, փառք քեզ, ամեն։ Փառք Աստծուն, օրհնված ենք փառաբանությունով, Աստված է շատ օգնի, ամեն անգամ մեր երգերը դառնում են քաղցր, ամեն անգամ մեր երգերը մեկը մյուսից լավն են։ Միշտ կնստես քո կողքինիդ մի քաղցր օրհնանքի խոսք ասա։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, մեր Տերը զորավոր է, փառացը մեր Տերը։ Գիտես, մինչ ես իմ խոսքից կանցնեմ մի կարճ խոսք կա իմ սրտիս մեջ, մինչ ուղերձին կանցնեմ, ասեմ, որ երբ որ մենք որոշում ենք կայացնում, որ դառնանք կրակոտ քրիստոնյա, երբ որ մենք որոշում ենք կայացնում, որ պետք է շատ կարդանք Աստվածաշունչը, լցվենք խոսքով ու չբացակայենք եկեղեցու մեջ, այդ ժամանակ գալիս է փորձությունը, զգացել եք ձեր մոտ էլ այդպես։ Գիտես, այնպես չի, որ մեզ շեղում է ամեն ինչ, բայց երբ որ ուզում ես ավելի ամրանաս ու ասեմ քեզ այդ հարցակումների հետ ու միշտ քո ծառայության եկեղեցու գալու համար պետք է միշտ կռիվ տալիս չարը, որ դու չգաս։ Ու քեզ համար միշտ պետք է մի անպայման մի տեղից, չգիտես որտեղից կա մի խնդիր, որ քեզ փոխի քո որոշումը, բայց էլ եմ ասում, սա մեր սիրելի Գորմեխակյանի, Հովիվ Գորմեխակյանի ավագովի, այսպես ասեմ, իր խոսքն է, որ քո որոշումը թող հաստատ լինի, որ գա ինչ-որ սիտուացիաներ, ինչ-որ խնդիրներ և չփոխվի քո որոշումը, այլ թող քո որոշումը փոխի այդ ամեն խնդիրներ քանդվեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այսօրվա իմ խոսքս ուղերձս այսպես եմ ես վերնագրել, աղոթքի պատասխան։ Աղոթքի պատասխան, ինչի համար աղոթքի պատասխան, որտեղ շատ ժամանակ մենք աղոթք ենք անում և չգիտես ինչի այդ աղոթքի պատասխանը առանց ստանալու այսպես ավարտում ենք մեր աղոթքը, ուղղակի այդ աղոթքը մենք անում ենք այդ գալչկա ստանալու համար, աղոթեցինք, որտեղ պետք էր, աղոթեցինք, որովհետև սովորել ենք, որ լույսը բացվել է, պետք է աղոթենք, ու շատ ժամանակ, երբ որ խնդիրներ կան, խնդիրների մեջ այդ աղոթքի պատասխանը չստանալով
թողնում ենք այդ ամեն ինչը, բայց գիտես Տերը ունի ամեն բանի ժամանակ պատասխան։ Ու մեր կյանքերի մեջ, չգիտես ինչ այդ պատասխանի մենք չենք սպասում։ Առաջի թագավորաց առաջի գլխի 12-րդ խոսքում մենք գիտենք, որ մի պատմություն կա Աննայի համար, երբ որ Աննան երկար տարիներ սպասում էր երեխայի եւ նա երեխա չուներ։ Եվ խոսքը այսպես է սկսում 12-րդ խոսքը ասում է, եւ երբ որ նա իր աղոթքը Տիրոջ առաջին շատացրեց, հեղին նայում էր նրա բերանին, Աննան իր սրտում խոսում էր, միայն թե նրա շուրթերը շարժում էին, բայց նրա ձայնը չէր լսվում։ Խոսքի մեջ ասում է, որ նա իր աղոթքը շատացրեց, բայց Տիրոջ առաջին, բայց ոնց է շատացնում, որ նրա շուրթերը շարժում էին, բայց նրա ձայնը չէր լսում։ Գիտեք, երբեմն մեր աղոթքի մեջ երբեմն մենք մեր խոսքերը շատացնում ենք, բայց չենք կենտրոնացված այդ խնդիրների համար, թե Տիրոջից ինչ ենք խնդրում, խոսքերը շատ են, բայց Աստվածաշունչը խոսում ասում է, որ երբ որ աղոթքի կանգնես, քո խոսքերը չշատացնես, որտեղ Աստված գիտի քո խնդրվածքը։ Այսինքն խոսքերի շատությունով երբեմն մենք մոռանում ենք ինչի համար ենք խոսում, ինչ ենք ուզում եւ ումից ենք ուզում։ Եվ Հեղին նրան ասեց. «Մինչև երբ պիտի արփածությունը անես, գինովությունը թող»։ Եվ Աննան պատասխանեց եւ ասեց. «Ոչ Տեր, ես վշտացած սրտով մի կին եմ եւ գինի կամ ցքի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջին, քո աղախինը չար մի կարծիր, որովհետեւ մի վշտացած նեղության շատության համար մինչև հիմա խոսեցի»։ Այն ժամանակ Հեղին պատասխանեց եւ ասեց. «Գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը քո խնդրվածքը տա, ինչ որ նրանից խնդրեցիր, եւ նա էլ քո աղախինը քո առաջին շնորհք գտնե»։ Եվ կինը գնաց ճանապարհովը, կերավ եւ երեսը լվաց եւ սրտում տրտմություն չկար։ Գիտես, ես այս տողերը որ կարդում եմ, հասկանում եմ, որ քահանան երբ որ տեսավ այս ամենը, եւ քահանան նրան օրհնեց եւ ասավ. Իսրայելի Աստվածը ասում է քո սրտի խնդրվածքը թող տա։ Եվ երբ որ կարդում ենք այս տեղերը եւ խոսում է նրա մասին, որ ասում է նրա սրտի մեջ երբ որ ինքը դուրս եկավ, տրտմություն չկար։ Եվ ասում է նա իր երեսը լվաց։ Ինչի համար է խոսում, որ երեսը լվաց։ Որ իր սրտի մեջ ուրախություն կար, նա արդեն սիրտ ու հավես ուներ, որ իր երեսը լվար, եւ նա հաց կերավ։ Գիտես, երբ որ մարդիկ դառը աղոթք անում, նա էլ ոչ հաց ուտելու ժամանակ չունի։ Զգացել ես, որ այսպես մի օրինակ եմ ուզում բերեմ, երբ որ դու խնդրի մեջ ես, դառը, դու չես կարող միանգամից հաց ուտես, դու այդ հացի ժամանակը չունես, դու այդ սիրտ ու հավեսը չունես, չէ՞։ Բայց հասկանում եք, որ այստեղ Աննան իր կյանքի մեջ, այդ խնդրի մեջ, երբ որ հասել էր այդտեղ, քահանայի բերանից խոսքը վերցրեց այդ օրհնությունը։ Եվ ոչ միայն քահանայից, եւ էլ Աստծուց, եւ քահանան երբ որ խոսեց, նա թեթևացավ եւ ինքը իր հարցի պատասխան առած եւ դուրս եկավ։ Գիտես, երբեմն մենք մեր աղոթների մեջ ամեն բան պատկերացնում ենք այսպես ավտոմատ։ Այդ ավտոմատ բառը ես փորձեցի, որ այստեղից չհնչեցնեմ եւ բացելով Google-ը եւ այնտեղ թարգմանությունների մեջ տեսնում եմ, որ այնտեղ գրված է ավտոմատի հետ կապված, ասում է ավտոմատ բառը, եթե դուք փորձեք նայեք ինչա գրում է ավտոմատ կերպով։ Այսինքն ես իրավունք ունեմ այդ բառը ասեմ եւ ավելի ձեզ մատչել եմ դուք հասկանում եք։ Երբեմն մենք այս ամեն ինչը որ կա մեր կյանքի մեջ ուզում ենք հենց հիմա այս րոպեին եւ բոլորը եւ աղոթ կանենք միանգամից այդ ավտոմատ կերպով այդ ամեն ինչը ստանանք։ Զգացել եք, չէ՞, այսպես նորից էլի ռուսերեն բառը վիգլուշացիա, չէ՞։ Եթե այստեղ ասեմ միացուցիչ, դուք ոչ մի բան չեք հասկանում ինչի մասն է։ Երբեմն մեր աղոթների պատասխանը մենք ուզում ենք որ հասնենք այդ պատի վրա այդ վիգլուշացիա որ կա, այդ միացուցիչը կամ անջատիչը, չէ՞։ Հասնես այդ անջատիչին եւ ինքան սեղմես եւ քո հարցը լուծվի։ Շատերը քիշեք, շատ տարիներ առաջ էր, երբ որ մի հատ մուլտֆիլմ կար, երբ որ այնտեղ կար Ալիսան եւ իր հրաշքները, չէ՞։
Այսօր այդ Ալիսան նորից էլի գլուխը բարձրացրել այդ հրաշագործությունները, այդ ասենք այդ ինտելեկտը որ կա, ինքը կոչվում է իսկուստվիննի։ Եթե մի բանը իսկուստվիննի է, դրա ինտելեկտը որն է։ Այդ իսկուստվիննի ինտելեկտը եւ այդ կախարդական փայտիկը չէ, որ երեխա ժամանակ մենք ինքներս գիտենք, չէ, ինչա մուլտֆիլմների մեջ կար։ Ոչ մեր հավատքը նա չի, որ մի հատ կախարդական փայլիկը ինչ որ մի հատ sense խփես, ինչ որ մի հատ հարցեր լուծվի։ Եվ գիտես շատ ժամանակ մարդիկ կան, որ ասենք այդ լոգիկայով առաջնորդվում են։ Այսպես մի հատ բան կար, չէ, պատմություն կար, գնում են, որ բացահայտեն թե ով է գողը, եւ հասնում են մի հատ բանիմացի մոտ, ասում է, եթե տուփը քառակուսի է, մեջինը կլոր է։ Եթե մեջինը կլոր է, ուրեմն նարնջագույն է, եթե նարնջագույն է, ուրեմն մեջինը նարինջ է։ Չէ, այսպես ասենք լոգիկայով։ Եվ շատ ժամանակ այդ լոգիկան մեզ խաբում է եւ լոգիկայով մենք այսպես թվում է թե այդ կախարդական փայտիկի հետ գործ ունենք կամ այդ ինտելեկտի հետ գործ ունենք։ Մեր ուզածը հեռախոսի մեջ երբ որ զգացել եք, չէ, երեխաները ասես խփում են եւ իրանց ուզածը ինչ որ ուզում են, բայց գիտես մենք ունենք կենթանի Աստծո հետ գործ։ Մենք պիտի հասկանանք, որ մենք ունենք երկխոսություն։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք աղոթքի մեջ ենք մտնում, մենք խոսում ենք մեր կենթանի Աստծո հետ։ Երբեմն մեր խոսքի սրտի ուզածը խոսում ենք, ասելով երկար բարակ եւ պատասխանը չենք էլ սպասում։ Ուղղակի դու գործ տարեցիր, աղոթ տարեցիր։ Գիտես, ես չեմ ուզում, որ մեր աղոթները դառնա այսպես անգիր արած, այսպես հատվածներ, կան կրոնական եկեղեցիներ, որ իրանք այսպես մի հատ գրքեր ունեն, փոքր, որ այդտեղ աղոթներ է գրած։ Լավ է, որ դու ամեն անգամ աղոթ կանես։ Այնտեղ գրված է տնից դուրս գալու համար, աշխատանքի մեջ լինելու համար, լույսը բացվելու համար, մութը մտնելու, դա շատ լավ է հաց ուտելու ու այսպես անverջ գործարքների հետ կապված շատ բաներ կա, եկա պատմում, բայց այնտեղ գիտես ի՞նչն է խնդիրը։ Որ այդ կրոնը սովորացնում է քեզ, որ այդ բառերով, այդ կոնտեքստով դու այդ խոսքերը ոչ թե ուղես Աստծուն, այլ դու զուբրի տարած, անգիր արած, դու այդ բառերը պետք է խոսես Աստծու հետ։ Ու այդ բառերը երբեմն ուժ չունեն։ Դա այդ անգիրը, դա այդ աղոթքը արդեն չի։ Գիտեք, այսօր ամեն բան այդ հաղորդակցությունը չարնուսում է, որ գողանա, մենք պետք է աղոթքի մեջ լինենք, բայց պետք է հասկանանք, որ դա մեր կյանքի մեջ պետք է ավտոմատ չլինի, այլ ուղղակի փնտրենք Տիրոջ երեսը մեր աղոթների մեջ։ Եվ այստեղ մի պատմություն կա, որ հին կտակարանում Սավուղի հետ կապված խոսքն ասում է, որ երբ որ Սավուղը թագավոր էր, խնդիր կար Իսրայելի մեջ եւ երկիրը խնդրի մեջ, ասում է, եւ իր Հովնաթանը անցավ թշնամու կողմը երկու հոգով եւ այնտեղ ասում է Տիրոջ ձեռքով մեծ հրաշք եղավ եւ այնտեղ ասում է զորքի մեջ եկավ մեծ տարաձայնություն եւ ամեն մեկի սուրը իր ընկերոջ դեմ դուրս եկավ եւ վախեցան եւ փախան այդ իրանց զորքը եւ իրանց ասում այդ ամեն ինչը քաոս սկսվեց եւ ամեն բան թողեցին եւ փախան։ Եվ տեսնելով որ ամեն բան այդ զորքը ծրվում է եւ Սավուղի զորքը սկսեց մտնել դրա մեջ եւ Սավուղը հրաման տվեց, ասավ ամեն բան ոչնչացրեք եւ ոչ մեկ հատ չուտի, մինչեւ վերջ մեր վրեժը չառնենք այդ երկրի զորքից։ Եվ իր տղան չիմանալով գալիս է եւ ասում է իր սուրը վերցրեց եւ ասում է մեղր կար անտառի մեջ եւ այս սուրի բերանով վերցրեց եւ այդ մեղրը կերավ։ Բայց Հովնաթանը չէր լսել, որ իր հայրը ժողովրդին երթում էր արել, որ իր ձեռքի գավազանով ծայրովը մեկնեց եւ մեղրը վերցրեց եւ կերավ։ Եվ այստեղ Սավուղը կանգնում ասում է ով էլ որ լինի, տղաս էլ որ լինի, պետք է մահանա։ Այսինքն նա չի մտածում, նա թագավորը իր խոսքն ասել է եւ այստեղ Աստծո կամքը չի հասկանում։ Որն Աստծո կամքը։ Լավ է որ ժողովուրդը կանգնում են նրա դեմ եւ խոսում են ասում են։ Եվ Սավուղը Հովնաթանին ասեց. Եվ Սավուղը Հովնաթանին ասեց. Ինձ ասիր, ինչ ես արել։ Եվ Հովնաթանը նրանց ասեց.
ձեռքից գավազանի ծայրով մի փոքր մեղր եմ կերել։ Եվ այստեղ խոսում այ որ իր որոշումը չպետք է փոխվի, դու կարող եք այդ ամբողջ պատմությունը կարդալ, բայց ժողովուրդը խոսում է նրա առաջ ասում է, բայց ժողովուրդը Սավուղին ասեց Հովնաթանին, որ քավ լիցի, որ Հովնաթանը չպիտի մահանա, որտեղ մեզ ազատեց այդ ամբողջ զորքից։ Այստեղ գիտես նայելով տեսնում ենք, որ ամեն բան մարդը վերագրելով իր վրա, իր ինտելեկտով, իր հասկացողությունով, չէ, երբ որ Արաքած գիրքը կարդում ես, ասում եմ մի վստահիր քո հասկացողությանը։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այսինքն մեր կյանքերի մեջ մենք պետք է հասկանանք, որ պետք է վստահենք Տիրոջը, ապավինենք Տիրոջը, սպասենք Տիրոջ խոսքի մեջ, աղոթքի մեջ սպասենք իր պատասխանին։ Եվ նորից էլի թագավորած գրքից տեսնում ենք, որ նորից նույն պատմությունը, երբ որ Սավուղը չլսեց Տիրոջ աղոթքը արավ առանց քահանայի, տեսնում ենք, որ նա էլի խնդրի մեջ եւ այստեղ 6-րդ խոսքից ասում է, որ առաջի թագավորոց 13-րդ գլուխ 6-րդ խոսքից ասում է եւ Իսրայելի որդիքը տեսնելով թե նեղության մեջ են եւ իր ժողովուրդը տագնապած էր եւ նրանք փախնում էին սարերը, թփերի տակ, ժայռերի տակ բախկվելով եւ աշտարակների վրա եւ փոսերի մեջ եւ ամենուր ասում է վախ կար, բայց ասում է ժողովուրդը հետևում էին Սավուղին։ Եվ նա Սավուղը որոշած ժամանակ, երբ որ սպասեց Սամուելին, 7 օր սպասեց եւ Սամուելը գագաղա չեկավ եւ ժողովուրդը նրա մոտից ցրվում էր եւ Սավուղը ասեց. «Ողջակեսի զոհը բերեք ինձ մոտ» եւ ինքը մատուցեց ողջակեսը։ Եվ երբ որ այն ողջակեսը մատուցեց, վերջացեց այն ժամանակ Սամուելը եկավ։ Եվ Սավուղը դիմավորեց նրան, եւ նրա դիմավորեց եւ Սամուելն ասեց. «Ինչ ես արել»։ Եվ այստեղ Սամուելը, երբ որ դիմավորեց, ասում է 7 օր սպասեց, երբ որ տեսավ չկա, այդ պայմանավորված օրը մի անգամից վերցրեց եւ այդ զոհը մատուցեց եւ իր գործն առաջ չսպասելով քահանային։ Էլի շատ նման է այդ պատմությանը, երբ որ դու մտել ես աղոթքի մեջ, քո խոսքդ խոսում ես եւ չես սպասում Աստծո պատասխանին։ Եվ հետաքրքիրը նա էր, որ եւ Սավուղը, երբ որ այդ ամեն ինչը ավարտեց, Սամուելը եկավ։ Եվ Տիրոջ խոսքը չի ուշանում։ Ուղղակի մենք չենք սպասում, մեզ թվում է, թե ամեն բան մեր ուզածի պետք է լինի, ուզում եմ հենց հիմա եւ միանգամից ամեն ինչ եւ դա նորմալ չի։ Եվ Սամուելը ասեց նրան. «Ինչ ես արել»։ Եվ այստեղ ինքը երկար բացատրություն է տալիս, ժողովուրդը եկավ, ինձ մոտից ցրվում էին, չի ասում, որ մի քիչ սխալ եմ արել, շուտ թողեց այդ ամեն ինչը, քեզ չսպասեցի որպես քահանա, ես լինելով թագավոր, ինձ դրել եմ քահանայի տեղ եւ ինչ որ ուզում եմ անում եմ։ Գիտեք, այստեղ շատ կարևոր մաս է, որ դուք լինեք եկեղեցու մեջ։ Տեսեք, երբ որ իմ խոսքը սկսեցի եւ խոսեցի, որ մեկտեղ հավաքվելը շատ կարևոր է, որ պետքա չթողնենք։ Լավ է, որ դու Աստվածաշունչ ես կարդում, բայց մեկտեղ հավաքվելը պետքա եկեղեցու մեջ լինենք։ Եվ երբեմն եւ այստեղից բառեր եմ խոսում։ Այնպես չի, որ ասենք ես ուզում եմ իսկ գովեմ, շատ ժամանակ ձեր ներսը Աստվածաշունչի խոսքը, երբ որ այստեղից կարդում եմ, ձեր մեջ գալիս է հաստատություն եւ դուք համոզվում եք ինչ որ պատասխաններ եք առնում։ Չգիտեմ, իմ մոտ այդպես է, ես որ նստած եմ քարոզ լսելու, իմ մոտ այդպես է։ Եվ այստեղ ինքը որ երկար բարակ պատմեց եւ Սամուելի պատասխանը սա էր։ Եվ Սամուելն ասեց Սավուղին. «Դու հիմարություն արեցիր, չպայեցիր քո Տիրոջ Աստծո պատվիրանը, որ նրան քեզ պատվիրել էր, որովհետեւ հիմա քո թագավորությունը Իսրայելի վրայից կգնա եւ հավիտյան չի լինի, բայց հիմա քո թագավորությունը հաստատ չի լինելու, Տերն էլ իր համար իր սրտի համար մի մարդ է ուզում, որ իր իշխան լինի եւ Տիրոջ ժողովրդի վրա եւ որովհետեւ դու չպահեցիր ինչ որ Տիրոջ Տերը քեզ պատվիրել էր»։ Մենք գիտենք այստեղ որ Տիրոջ սրտին համեմատ մարդն ով էր, սա Դավիթի մասին է խոսում։ Գիտես, այսօր խնդիրը սրանում է, որ նա մինչև վերջ չսպասեց։ Խնդիրը նրանում է, որ իր ուզածը արեց առանց քահանայի խոսքի, առանց Աստծո, գիտես, այդ քահանան պետք է գար, որ ինչ աներ։
Աստծո առաջ երկխոսություն աներ, Աստծո առաջ բերեր այդ ժողովրդի խնդիրը եւ պատասխանը լիներ Աստծուց։ Երբեմն մենք չենք ուզում սпасենք Աստծուց, ուզում ենք հենց հիմա ավտոմատ կերպով էլ եմ ասում, որ մեր կյանքերի մեջ դա մեր աղոթքը պետքա չդառնա ինչ-որ խոսքեր, որ այսօրվա աղոթքը երեկվա աղոթքին նման լինի, ոչ, այդպես պետքա չլինի։ Գիտեք, մի քանի օրինակներ եմ ուզում բերեմ իմ կյանքից, ասեմ, որ մենք ունենք բարեկամ, երբ որ ինքը տարիքով կին է, հեռու է մեզանից, բայց բոլոր դեպքում մենք իր հետ կապ ենք պահում, երբ որ Հայաստան ենք գնում իրանց մոտով ու հասկանում ենք, որ վերջի տարիներում իր պատասխանը, իր հետ խոսելը հարցնում ենք ու դառել է նույնը։ Ոնց ես, լավ եմ, երեխեքը լավ են, ամուսինս լավ է, առողջ ենք, մեզ բան չկա, այսպես ու ասենք, ոնց որ ամեն ինչ դառել է միանման ու այդ կնոջ մոտ մենք չենք հասկանում իր լավն ու վատը։ Ու սա նման է մեր աղոթքին։ Կամ ասենք մարդիկ կան, որ այդ ձևական հարցնում են ոնց ես։ Մինչև այդ մի հատ լավ քարոզիչ կար Հայաստանում, ինքը խոսում էր ու ես հիշում եմ միշտ իր խոսքը, ասում է, երբ մինչև ուզում ես պատասխանես ոնց ես, ինքը թողնում գնում է։ Այստեղ կանգնի քեզ բան եմ ասում, պետք է հարցս տվի պատասխանեմ։ Երեխեքը ոնց են, մինչև կուզենաս բացատրես, լավ է, մեկ արդեն տակություն չունի, մյուսի հետ դեղ ենք տալի նայեկը լավն, արդեն ինքը թողը գնացել է։ Նա քեզ չի լսում։ Գիտես, այդ լավ է, ասենց թվում է, թե այդ մարդը քեզ սիրելով ինչ-որ հարցնում է քո ողջ լինելը, բայց ոչ, ինքը ուղղակի հարց է տալիս, ֆիկտիվնի դες բարքա չէ ռուսերեն։ Ու իրոք դա ցավալի է։ Դա ցավալի է ու իրոք շատ մեր կյանքերի մեջ կա, որ մարդիկ, երբ որ իրանց հետ բան ես խոսում, իրանք չեն լսում։ Եվ երբեմն դա լինում է մեզ հետ, երբ որ Աստված խոսում է, Սուրբ Հոգին մեզ հետ խոսում է, եւ մենք չենք լսում աղոթքի մեջ իրեն ձայնը։ Եվ նույնպես կան մարդիկ մեր կյանքում, որ ասենք ես իրանց հետ խոսելով մեկին գիտեմ, որ ինքը ինչ խոսում ես, ասում է хорошо։ Ինքը հայ է, բայց хорошо, բայց գիտես այդ хорошо-ն ոչ մի хорошի բան չկա այնտեղ, սա վատ է։ Իրոք գիտես, ասենք իրան, որ մի բան հանձնարարես իր հետ խոսես, հետո հիշացնես, որ պայմանավորվել ենք ուր այս ամեն ինչը, ասում է ես չեմ հիշում։ Դե ոնց կհիշես, եթե դու լավ լսեիր, կհիշեր, որ մենք քեզ այդ բանը ենք պայմանավորվել։ Ավելի վատ քեզ համար, այսինքն դու չես լսել այդ ամեն ինչը։ Գիտես, շատ ժամանակ այդ երեխեքի հետ զգացել ես, չէ՞, ասենք խոսում ես, զգում ես, որ իր ուշքը քո հետ չի։ Շատ ժամանակ մենք ինչ ենք անում, հայացներս ուղում ենք եւ ունքերով այսպես չէ, իր երեխիդ հետ այսպես շատ ուշադրություն գրավելու համար, հա։ Գիտես, նավերի հետ այսպես բաներ կա, մայակներ կան, որ ինքը ափի վրա նավերին լույս է վառվում, այսպես բացվում է, փակվում է, չէ, կարմիր, երբեմն փայլուն այսպես լույս շատ ուժեղ, որ այդ մայակով այդ նավերը տեսնեն եւ գան իրան։ Երբեմն այդ մայակը, երբ որ Աստված մեզ մի բան է ուզում ասի, ոչ մի ձև մենք չենք տեղ տալի այդ խոսքին։ Եվ այդ քնած վիճակը արթուն կացեք, մենք արդեն քնած ենք, իր խոսքը չենք լսում, մեր աղոթքի մեջ պատասխան չենք լսում։ Շատ ժամանակ այդ բառ կա, չէ՞, մեկը մյուս հետ խոսելով ասում են օքեյ։ Ու ուզում ես հասկանաս իրոք օքեյ, թե պրոստը օքեյ։ Ու այդ չես հասկանում, էլ ամեն ինչը sense ֆիկտիվնի է դարել, չգիտես ինչը։ Ցավալի է այդ ամեն ինչը։ Եկեք մեր կյանքերի մեջ փոխվի շատ բաներ, մեր կյանքերի մեջ թող լրջություն գա, մենք սպասենք, ինչպես Մարիամը առավ իր այդ խոսքը, պատասխանը եւ ինքը ասում է գնաց եւ իր երեսը լվաց եւ հաց կերավ, լսենք Տիրոջ խոսքը, չլինենք սավուղի պես, ավտոմատ կերպով այդ ամեն ինչը չանենք, չփչացնենք մեր կյանքերի մեջ, որտեղ Աստված խոսում է, Աստված հավատարիմ է, ընդամենը մի փոքր ժամանակ նա չսպասեց եւ 7-րդ օրը, որ պայմանավորված է, որ նա պետք է գար եւ վերցրեց եւ այդ ողջակեսը եւ մի անգամից Սամուելը հայտնվեց Սավուղին։ Եվ նույնպես այդպես մեր օրերում է այդպես։ Չենք սպասում, չենք լսում Տիրոջ կամքը
Մենք գիտենք, մենք իմաստ ունենք, մենք փորձ ունենք, մեր մոտ ամեն ինչ ստացվում է, գիրքը կարդացել ենք, Աստվածաշունչը աղոթքն արել ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց Տիրոջ երեսը չենք փնտրում։ Չենք ուզում կամքը իմանանք եւ շարժվենք Տիրոջ կամքին։ Դրա համար խոսքն ասում է, երբ որ այս ժողովուրդը ինձ շրթունքներով է պաշտում։ Խոսքը ասում է, որ ժողովուրդը ինձ շրթունքներով է պաշտում։ Ուղղակի խոսում են, բայց իրանց մտքի մեջ չկա այդ ամեն ինչը։ Ուղղակի խոսելով խոսում են խոսելու համար։ Եվ գիտեք, Տիրոջ խոսքը երբեմն մենք որ Աստվածաշնչի մեջ կարդում ենք, ինչի համար ասում ճշմարիտ եմ ասում։ Որ մենք լավ ուշադրությունը բացվի, այդ է։ Կամ երբեմն խոսքի մեջ լսում ենք, ասում է, ով ականջ ունի լսելու։ Ով ականջ ունի, բոլորս ունենք ականջ լսելու։ Ուղղակի մեզ լսել է պետք։ Լսել եւ կատարել, իրոք պետք է լսենք։ Եվ երբ որ մենք այս հին կտակարանի մեջ այս Սավուղի պատմությունը եւ որ կարդում ենք, երբ որ նրանք թագավոր էին ընտրել, եւ գիտես իրանց կյանքի մեջ սարսափ կար թե ինչ պետք է լինի, որտեվ մերժել էին Աստծուն, որ իրանց վրա թագավոր էր, եւ վախով Սամուել հետ խոսելով, եւ գիտես Սամուելը ասում է, որ գիտեք, ելք կա, պետք է ուղղակի լսեք Աստծուն։ Եվ հնազանդվեք Աստծուն։ Գիտես, այսօր բան չի փոխվել։ Երբ որ այդ հին ուխտի մեջ, երբ որ խոսում էր Սամուելը նրանց հետ, որ նրանց հետ խոսելով ասում էր, որ նա ձեր համար ելք կա, որ դուք ընտրել եք ձեր վրա թագավոր, բայց պետք է այսօր լսենք Տիրոջ կամքը։ Լսենք, այսօր պետք է որ լսենք Տիրոջ կամքը եւ հնազանդվենք։ Սա շատ կարեւոր է եւ նույնպես գալով նոր կտակարանի մեջ բան չի փոխվել։ Ոչ բոլորը կմտնեն երկնքի արքայություն, ովքեր որ ինձ Տեր են կանչում։ Ես պետք է հոգով եւ սրտով, ինչպես խոսքի մեջ գրված է, փառք մեր Աստծուն։ Փառք մեր Տիրոջ, եկեք կանգնենք ոտքի։ Մենք այսօր ունենք հաղորդություն, բայց մինչ հաղորդությունը կուզեմ, որ այս աղոթքին կանգնենք եւ աղոթք բարձրացնենք, որ Տերը մեր ներսը բան փոխի։